Արդեն нашей երկու церкви. քիրակի է։ Уже как 2 недели. Ես հուսամ որ դուք ինձանից արդեն հանգստացել եք, հիմա կարոտել եք եւ կուզեք լսել նորից։ Я надеюсь, вы отдохнули от меня и даже соскучились по мне. Սիրելիներս, ես եղա Հայաստանում, Я был в Армении, возлюбленные. ունեցել եմ ծառայություններ, У меня были служения Վանաձորի Գողգոթա եկեղեցում, в церкви Голгофа в Анадзоре, Մարտունու եկեղեցում եմ в ծառայություն ունեցել, Мартуни, Հրազդանի եկեղեցիներում եմ ծառայություն ունեցել, в городе Раздан, եղել եմ тоже, в Երևանում, Ереване. բայց Մարտունիում հիշողությանս մեջ մի շատ լավ բան մնաց։ Но кое-что осталось в моей памяти из Կայստեղ Мартуни. Մարտունի, Մարտունից Здесь есть люди из Мартуни? Да, вот. Մեր Սոլնիչնագորսկի ժողովուրդը այնտեղ բոլորն էլ համարյա Մարտունից են։ И Солнечногорска, наш народ, из Солнечногорска Եվ тоже многие из Մարտունով Мартуни. պատմեց, ասма, գիտես Հակոբ եղբայր, մենք sense մի հատ բան ենք իմացել, И пастор из церкви Мартуни говорит, որ мы одну вещь երբ узнали, որ մարտունեցիները մահանում են, что когда мартунинские умирают, նրանց հոգին խոպան է գնում։ их душа идет Хопан. Ոչ Ոչ նարեկի նազարը տարբերակով, на заработок. դա այդ իմաստով, այո, աշխատելու, որովհետև շատ են սիրում դուրս գալ Ռուսաստան, աշխատել։ Потому что очень любят ездить в Россию, Մենք էլ работать. նրանց այստեղ բռնում ենք եւ վկայում ենք Հիսուսի А мы մասին։ здесь их ловим и свидетельствуем об Հետո Иисусе. գնացինք Վոլգոգրադ, Потом мы были в Волгограде. Վոլգոգրադում ենք ծառայություններ ունեցել երկու օր, У нас и там были եւ служения 2 որտեղ дня. եղել ենք սիրելիներս, И где мы были, ջերմ բարևներ են փոխանցել ձեզ։ где мы бы ни были, там передавали Այո, бурные приветствия вам. հուսամ որ դուք ընդունում եք։ И надеюсь, что Եվ вы այսօր կուզենայի принимаете. մի կարևոր մտքի շուրջ խորհենք։ И хочу, чтобы мы сегодня подумали об одной важной мысли. Եվ երբ որ ես այս թեման պատրաստում էի, ես գիտեի, որ մենք հաղորդություն պիտի ընդունենք, Когда я готовил эту тему, я знал, что у нас будет եւ ես причастие. հավատում եմ միշտ էլ շատ կարևոր է, երբ որ հաղորդություն պիտի ընդունենք, И очень важно, что когда мы будем принимать причастие, կրկին առիթը օգտագործենք, мы вдвойне использовали момент, որպեսզի քննենք մեր սրտերը, чтобы исследовать наши сердца. որովհետեւ մենք պիտի մոտենանք Տիրոջը Потому что мы должны подойти к Господу եւ նրա սուրբ սեղանին։ и Его святому столу, Եվ трапезе. իմ քարոզիվ վերնագիրն է, И тема моей проповеди շատ հետաքրքիր վերնագիր է, очень интересная тема. լացողների եւ ուրախացողների հետ։ Вместе с плачущими и Ես радующимися. հավատում եմ, որ սա ուղիղ կապ ունի մեր սրտի հետ։ И я вижу здесь связь прямую с нашим сердцем. Գիտեք, ցավոք սրտի մենք ապրում ենք ժամանակներում, К сожалению, мы живем в такое время, երբ լացողների վրա ուրախանում են где радуются над плачущими. եւ ուրախացողներին տեսնելուց լաց են լինում։ И видя радующихся плачут. Ես տեսել եմ, երբ որ մարդը շատ է կծկվել, երբ որ ինչ որ մեկը ուրախ ապրումներ է ունեցել։ Я видел людей, которые буквально плохо себя чувствовали от тех, у кого были какие-то хорошие переживания. Փոխանակ ուրախանա նրա ուրախության հետ։ Вместо того, чтобы радоваться Ես вместе с տեսել եմ, его ոնց են радостью, մարդիկ կծկվում, я видел, как люди как-то смущаются. դիմացինի ուրախության պատճառով իրենց մեջ հարցեր առաջանում։ Из-за этой радости другого у них Ես возникают տեսել եմ вопросы. եւս մեկ այլ ուրիշ բան։ И я видел еще кое-что Տեսել եմ, другое. երբ որ մեկը լաց է լինում, ինչ որ մեկը այդ լացի վրա ծիծաղում է, ասում է, այ այդպես էլ պիտի լիներ։ Когда кто-то плачет, кто-то радуется, говорит, вот так и должно Բայց было ես չեմ быть. հավատում, որ հավատացյալներ այդպեսին піти լինեն Но я не սիրելիներս։ верю в то, что верующие должны быть такими. Ես հավատում եմ, Я верю. որ եկեղեցին եւ ամեն մի անհատ հավատացյալ Каждый верующий и церковь կանչված է կյանքի կոչելու սուրբ գրային խոսքը, призван, чтобы распространять Святое Божье Слово, որտեղ գրված է. где написано: Ուրախացողների հետ ուրախացեք, радуйтесь с радующимся լացողների հետ լաց и եղեք։ плачьте с плачущими. Գիտեք, եկեղեցու առողջ լինելու նշաններից մեկը Один из признаков здравой մենք церкви. ինչպես կարող ենք իմանալ եկեղեցին առողջ է թե ոչ։ Как мы можем понять, церковь здравая или Ինչպես нет? կարող ենք հասկանալ, որ եկեղեցին ունի խնդիր։ Как мы можем понять, есть ли проблема в Եվ церкви ես или нет? ուզում եմ մենք մեր եկեղեցու вրա ուշադրություն դարձնենք Я սիրելիներս։ хочу, чтобы мы обратили внимание на нашу Առաջին церковь. նշաններից մեկը И один из причин, եկեղեցու առողջ լինելու что церковь будет здравой, կարող է լինել սա, может быть это, որ եկեղեցում ձևավորված է մի այնպիսի մթնոլորտ, что в церкви сформирована такая атмосфера, որտեղ մեկը մյուսի նկատմամբ այնքան զգայուն են, где один к другому настолько внимателен, որ да, կարողանում են լացողների հետ լաց լինել что он может с плачущими եւ плачать ուրախացողների հետ ուրախանալ։ и с радующимися радоваться. Անկեղծ պիտի խոստովանեմ, Я սիրելիներս։ должен искренне исповедовать. Ես դուք մտածում եք, եթե իհարկե ձեզ հարց տամ ասեմ, ո՞րն է հեշտ։ Если я вас спрошу, что легче? Շատերը կարող եք ասել, լացողների, ուրախացողների հետ ուրախան, ներողություն, լացողների հետ լաց լինելն է հեշտ։ Многие скажут,
плакать с плачущими. Բայց ես ցավոք սրտի տեսել եմ, որ շատ ժամանակ ավելի դժվար է ուրախացողների հետ Но, ուրախանալ։ к сожалению, я заметил, что тяжелее радоваться с радующимся. Ուրախանալ այն մարդկանց համար, որոնք բարձրանում են, բայց դեռ քո բարձրանալու միգուցե ժամանակը չի իմա։ Радоваться с теми, кто поднимается, но ты не Տեսել ես поднимаешься. դիմացինի օրհնությունը, բայց դու այդ օրհնությունը տարիներ սպասում ես եւ այդ օրհնությունը չկա քո կյանքի մեջ։ Ты видел благословение других, но ты ждешь этого же Ես благословения տեսել եմ, որ долгие շատ годы. հաճախ հենց ուրախացողների հետ ուրախանալն է դժվարը։ И очень часто я замечаю то, что радоваться с Եվ մենք պիտի радующимся այսօր тяжело. սուրբ գրքի մեջ այդ բաները տեսնենք եւ փոխենք մեր սիրտը։ И мы должны увидеть это в Библии и изменить наше Եվ сердце. ինչպես ասեցի, И как сказал, եկեղեցին պիտի զգայուն լինի մեկը մյուսի նկատմամբ։ Библия должна быть чувствительна друг Զգալ к другу, մեկը մյուսին։ чувствовать друг друга, Լինել այնքան մոտ, быть настолько близко, որ դիմացինի հետ կատարվածը чтобы то, что случилось с ближним, այնքան մոտ լինի իրեն, настолько должно быть близко к որ нему, նույն ապրումներն ունենա։ чтобы те же самые переживания испытывать. Այդպիսին ենք մենք։ Мы такие. Այսի թողնեմ ձեզ մտածելու համար։ Я это вам оставлю на размышление. Կարեկից լինել։ Быть соучастниками. Հայրենում Да? կարեկից բառը լավն է։ И в армянском это лучше звучит. Կարիքի կողքին կծված լինել։ Быть рядом с нуждой другого человека. Տեսնել կարիքը եւ հենց այդ պահին տեղում լինել։ Видеть нужду и в этот момент быть рядом. Եվ ուրախացողների հետ էլ ուրախանալ։ И радоваться с радующим. Գիտեք ինձ դուր է գալիս առաջի Կորինթացների 12-րդ գլխի 25 համարում գրված խոսքերը։ Мне нравятся слова 1 Коринфян 12 глава 25 стих. Այնտեղ ասում է, որ մարմնի մեջ որպիսի տարաձայնություններ չլինեն, И там написано, чтобы не было всяких разделения в теле, այլ որ անդամները իրար համար нույն հոգսն ունենան։ аж все, чтобы все члены одинаково заботились друг о друге. Գիտեք առաջի դարի եկեղեցին շատ ապշեցուցիչ էր իր պահելաձևով։ Знаете, церковь первого века, она была очень такой удивительной. Սուրբ Գիրքն ասում է, որ այնինչ որ նրանք ունեին, И Библия говорит, то, что у них было, որևէ մեկը չէր մտածում, որ իր ունեցածը իրենն է։ то есть никто не думал, что его имение было им, Այնտեղ его. օգտագործում է մի շատ կարևոր բառ՝ հասարակած էր։ И написано там очень хорошее слово, это было общим. Եվ եկեղեցին կարիք չուներ, թերևս ամենադժվար ժամանակներում էր ապրում, И церковь, хоть и жила в трудное время, она не нуждалась ни в чем. որովհետև նրանք կարողանում էին կարեկցել մեկը Потому մյուսին։ что они могли помогать друг другу. Եվ ուզում եմ հարց տամ։ И хочу спросить, Մենք այդպիսին ենք։ мы такие? Եվ ասում է, որպեսի տարաձայնություն չլինի եկեղեցու И մեջ, написано, чтобы не было разделений в церкви, այլ որ անդամները իր համար նույն հոգսն ունենան։ а чтобы все члены одинаково Ես заботились друг о միշտ друге. նկատել եմ սիրելիներս, И я всегда замечаю, возлюбленные, մարդիկ, որոնք կարողանան ասել, այ ինձ անտեսեցին, люди, которые говорят, вот меня не усмотрели, շատ դեպքերում իրենք էլ ուրիշներին են անտեսում։ очень часто и они других людей, то есть не усмотрели. Եվ Սուրբ Գիրքն ասում է, եթե մեկ անդամը ցավում է, И Библия говорит, если болит один член, տեսեք եկեղեցին ինչպիսին պիտի լինի։ посмотрите, какая должна быть церковь. Ասում է, ցավում են բոլոր անդամները նրա հետ։ То есть болит с этим членом все члены церкви. Եվ եթե մեկ անդամը փառավորվում է, Славится ли один член? չեն գնում ասում խելոք նստի տեղը մի փառավորվի։ Они не идут, не говорят, ну-ка, сиди на своем Իհարկե месте. փառավորվել բառը հպարտության բառի հետ կապ չունեցող բառ է։ Конечно, это слово славится не имеет никакого отношения со словом Ուրախանում է, гордиться. բարձրանում է։ То есть оно поднимается, Նրա հետ ինչ որ радуется. բան է եղել։ С ним что-то произошло. Եվ ասում է, եթե ձեր մեջ մեկը փառավորվում է, И написано, если кто-то ասում է славится среди բոլոր вас, անդամները նրա հետ ուրախանում с են։ ним радуются все члены. Արդու Քրիստոսի մարմինն եք։ И поэтому вы, каждый порознь члены тела Христова. Մեկ-մեկ նրա անդամները։ Порознь члены. Տեսեք սիրելիներս, ահա թե ինչպեսին պիտի լինի եկեղեցի։ Вот такой должна быть церковь. Եվ ես հավատում եմ, И я верю, որ մենք պիտի սրա մասին հոգ տանենք։ что мы должны заботиться об Մենք этом. կարողանում ենք ուրախանալ ուրիշների ուրախությամբ։ Мы можем радоваться радостью Պատկերացրեք других. սիրելիներս, դու երկար տարի երեխա չունես, կներեք նրանք, ովքեր երեխաներ չունեն, խնդրում եմ, ներողություն եմ խնդրում նրանցից։ И я попрошу прощения у тех, у кого нету детей. Представь, что у тебя очень долгое Տարիներ время нету ապրում ես, детей. դու տուն չունես։ Ты живешь, у тебя нету дома, Տարիներ ապրում ես, որոշակի հաջողություն չունես։ у тебя нет никакого-то Բայց успеха. հանկարծ տեսում ես մարդիկ, որոնց այդ դժվարությունը շատ կարճ է տևում։ Но вдруг ты видишь людей, у которых эта трудность очень коротка. Շատ արագ բարձրանում են։ Они очень быстро поднимаются. Հոգևոր են բարձրանում։ Они духовно поднимаются. Օրհնություն ես տեսնում նրանց Ты վրա։ видишь благословение на них, Отсутствие естественного какое-то названия. помазание. Հարց. Вопрос. Կարողանում ես նրանց
ոչ թե ուրախությունը կիսել, Не можешь, чтобы их радость как-то разделить, այլ նրանցպես ուրախանալ այնպես, ինչպես որ իրենք են а ուրախանում։ радоваться так, как они радуются. Ես շատ կարևոր միտք И ասել это очень важная мысль, Ես возлюбленные. հետո կարադառնամ դրան։ Я вернусь к этому. Լացը, Плачь, լացը սիրելներս։ плачь, возлюбленные. Կներեք, որ ես անընդհատ sense տարբեր մտքերի վրա եմ կանգնում, բայց սրանք մեկ միտք ունեն, մեկ կարևոր կոնտեքստի մեջ են։ Это все в одном контексте я рассматриваю. Մենք կարողանում ենք լացել անգամ նրանց համար, ովքեր որ մեզ համար այդքան էլ սիմպաթիչնի չեն։ Мы можем плакать за тех, кто нам не очень симпатичен. Հասկացեք, սիրելներս, երբ որ Աստվածաշունչն ասում է լաց լինել լացողների հետ, Когда Библия говорит плакать с плачущими, այնտեղ վիբրչնի, ընտրովի չպիտի լինի։ там нету какого-то выбора. Դա Քրիստոսի սիրտն է։ Это сердце Иисуса Լացել Христа. լացողների հետ։ Плакать за плачущих, Ուրախանալ ուրախացողների հետ։ радоваться с Եվ радующими. ես հավատում եմ, И я верю, եթե ես սիրտ ունեմ, որ կարողանում եմ ուրախանալ, если у меня есть сердце, что я могу այն радоваться. մեկի հետ ով ինչ որ մի բանում ուրախ է, որի կարիքն էլ ես ունեմ, С тем, кто радуется тому, в чем нуждаюсь я сам. հավատում եմ, Я верю, որ Աստված տեսնում է քո սիրտը։ что Бог видит твое сердце. Դու էլ ես ուրախանալու դրանով։ И ты будешь радоваться Դու էլ ես этим. ուրախանալու И դրանով։ ты будешь радоваться Եվ этим. այսպիսով սիրելներս, Итак, возлюбленные, թույլ տվեք շատ արագ այս позвольте երկուսի վրա էլ очень կանգ առնել։ быстро остановиться над этих Ես двух ուզում եմ մի вещах. փոքր անդրադարձ կատարեմ այս արտահայտության վրա։ Я хочу остановиться на этом предложении. Լացողի հետ լաց լինել։ Плакать с плачущим. Ինչ է նշանակում դա։ Что это значит? Դա նշանակում է կարեկցել։ Это значит быть в нужде человека, то есть сопереживать. Сопереживать, Да, да. сопереживать. Հիմա տեսեք սիրելիներս, կարեկցանք բառը То есть слово сопереживать դա զգացողություն է կամ զգացմունք է կամ ապրում է ներսի, это переживание, чувство внутреннее, որ առաջանում է մեկ ուրիշի տառապանքի հետ բախվելիս։ которое возникает, когда человек сталкивается с чужой Երբ որ нуждой. դու տեսում ես մեկի դժվարությունը, Когда ты видишь чужую проблему, դու սկսում ես նրա պես այդ ապրումը ունենալ։ ты начинаешь так же, как и он, переживать внутренне. Եվ այդ զգացմունքից ելնելով И исходя из этого чувства, առաջանում է ցանկություն происходит желание, մղվելու, գծվելու, այսպես ասած, то есть как бы кинуться, да, որ օգնես նրան։ чтобы помочь ему. Քույրեր, պարներ, տեսեք, ուզում եմ դուք ուշադիր լսեք, այստեղ շատ կարևոր միտք կա։ И хочу, чтобы вы внимательно услышали Դա эту важную мысль. պարզապես Это очень, ցանկություն չէ, это не чувство. որ ես զգում եմ, գիտես, ես զգում եմ դու ինչ ես զգում, Я եղբայրս։ чувствую, что ты чувствуешь, брат. Ոչ, դա պարզապես ցանկություն չէ, Нет, это не только чувство, այլ ակտիվ կարեկցանք է, но это активное որ соучастие, քեզ կրկնում եմ նորից, մխում է գործողության։ которое тебя подталкивает к действию. Դու մինչև մի բան չանես այդտեղից չես գնալ։ Ты пока что-то не сделаешь, ты не Դու уйдешь մինչև оттуда. չօգնես այնտեղից չես գնալ։ Пока не поможешь, не уйдешь оттуда. Այդպեսին ենք սիրելիներս։ Вы такие возлюбленные. Չէ, ես համաձայն եմ, որ մենք աղոթում ենք, Не, я согласен, что мы բայց молимся. մեկ ուրիշ բաներ կա, մենք Но есть կարողանանք։ кое-что другое, мы вернемся к этому. Գիտեք, ես երբ որ ուսումնասիրում էի, Когда я изучал, ես գտա մի բառ, ես չգիտեմ դա լատիներեն է, հուներեն է, կոչվում է էմպաթիա։ я нашел одно слово, которое означает эмпатия. Ինչ է էմպաթիան։ Что значит эмпатия? Որ մարդը տեսնում է դիմացինի դժվարությունը, Что человек видит беду ինքը ближнего, да? դնում է իրեն այդ մարդու տեղը, Он ставит себя на место этого ինքը человека, զգում է այն ինչ որ այդ մարդը զգում է, он чувствует то, что чувствует этот человек. եւ վերջ։ И конец. Կրկնեմ թե հասկացան։ Я повторю, или вы поняли? Եվ շատ ժամանակ մեր կարեկցանքը հենց այդ էմպաթիային է նման։ И очень часто наше как бы вот соучастие в этом похоже на эту Ես эмпатию. զգում եմ, То есть я чувствую, ես հասկանում եմ քեզ, я եղբայրս։ понимаю тебя, брат, Ես զգում եմ։ я понимаю, Уверь. и все. Սիրելիներս, սա քրիստոնեական կարեկցանք չէ։ И знаете, это не христианское Այդպիսի сопереживание. կարեկցանքը ոչ մի կերպ չի կարող համեմատվել այն կարեկցանքի հետ, որ Հիսուսն է խոսում։ Оно не может сравниться с тем, что говорит Иисус. Գիտեք, Հակոբոսի գիրքը շատ լավ է ասում։ И книга Иакова очень хорошо. Սիրում եմ այս И խոսքերը։ мне нравится это место. Ասում է, ինչ օգուտ եղբայրներս, Он говорит, какая польза, եթե братья, մեկն ասի թե հավատք ունեմ, если кто-то скажет, я имею եւ веру, գործ չունենա։ но у которого не будет дела. Գիտեք, մեր հավատքը Наша вера տրված չի միայն հրաշքներ անելու համար։ не дана только для того, чтобы делать Մեր чудеса հավատքը տրված չի միայն Աստծոց ինչ որ մի բան ստանալու или համար։ что-то получить от Бога. Թերևս դրանք շատ լավ են։ Это, несмотря на то, что это очень Սուրբ գիրքը хорошо. ցույց է տալիս, И Библия нам որ показывает, հավատքը հավատքի այն ժամանակ, что вера называется верой тогда, երբ որ գործ ունի,
когда имеет дела. Եվ այդ գործը ուղիղ կապված է նրա հետ, И эти дела связаны с որ тем, դու տեսնում ես քո եղբոր կարիքը, что ты видишь нужду своего брата կարեկցում ես նրան, и ոչ թե сопереживаешь, соучаствуешь. էմպաթիա ունես, հիշեք ես Не բառը просто խնդրում եմ։ эмпатия. Հակոբոսը շարունակում է, И Иаков ասում продолжает. է միթե հավատքը կարող է ապրեսնել քեզ։ Может ли эта вера тебя как-то, ну, Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինի, если кто-то будет голоден կամ օրվա կերակուրին կարոտ, или нуждаться в եւ пропитании, ձեզանից մեկն ասի նրան. и кто-то из вас скажет, Գնա խաղաղությամբ, иди с миром, Տերը քեզ հետ, Бог с тобой, տակացի, будь в тепле, կշտացի, э, մենք ծոմ ենք поешь. վերցնում քեզ համար։ Мы берем пост за Մենք тебя, կաղոթ ենք мы անպայման քեզ համար։ помолимся за тебя. Չէ, լավ է, Нет, это хорошо, բայց կիսատ է սիրելներս։ но это наполовину. Լավ է։ Տեսեք, մենք ինչ դարաշրջան ենք ապրում В սիրելներս։ каком мы сейчас времени живем? Кому это знакомо? Кому знаком этот знак? Քրիստոնեությունը այդտեղ չի, չկա դրա հետ կապ։ И христианство не имеет связи Ու с ես ավելի этим. քան համոզված եմ։ И я более чем Այն որ մեկ-մեկ убежден. ասում են աղոթեք ու բոլորը sense դնում են, վստահ չեմ որ բոլորը այդ պահին ամեն ինչ թողնում են եւ գնում աղոթելու։ Когда мы просим за кого-то помолиться, Выстал кто-то чем? ставит этот знак, я не уверен, Ասեք что որ кто-то անկեղծ все եմ, оставляет կատես и բան։ идут Ասեք որ կատես молиться. բան։ Скажите, что Ով է есть այս такое? հեչ։ Кто искренен? Եկեք մի հատ ստատիստիկա անենք։ Давайте Եղել է сделаем որ դու այս статистику. նակը դրել ես, բայց մոռացել ես Было, когда ты Անկեղծ, ставил вот вот этот անկեղծ։ знак и забывал молиться? Իմ հետ եղել է։ Օ, ինչ լավ։ Օ, մեր եկեղեցին լավ վիճակի մեջ է, 4 մեղավոր հարյուրավոր արդարներ։ Պարտիրոջը։ Այո։ Չէ, սիրելիներս, ես չեմ խոսում եմ որ մտքովդ ասում ես Հիսուս ջան, հիշես մարդու կարիքը։ Я не говорю о том, когда ты в мыслях говоришь, Иисус, Դուք ես համար вспомни нужду տեն չես этого աղոթում։ человека. Ты не молишься за Քո себя. так. կարիքի համար դու տեն չես աղոթում։ Ты за своей нужды так не молишься. Դու տեսնում ես տարբերությունը։ Ты видишь разницу. Հասկանում եք, սիրելիներս, մենք պիտի անկեղծանանք Աստծո առջև։ И мы должны быть искренни перед Богом. Այսօրվա իմ քարոզը մի քիչ մերկացնող է։ Может быть, моя проповедь сегодня оголяет. Ինչ որ sense բաների վրա կարող եմ մատնացույց անել, որ կարող ենք չուզենալ այդ իրականությունը աչքերով տեսնել։ Может быть, он показывает на реальность, которую мы не хотим видеть Ասում нашими է, երբ որ глазами. դու նրան ասես գնա խաղաղությամբ, տակացի, կշտացի, մարմնիդ պետ եղածը չտաս նրան։ Ինչ օգուտ կլինի Он դրանից։ говорит, какая польза, если ты просто скажешь ему. Այսպես էլ հավատքը։ И также и вера. Եթե գործ չունենա, Если не имеет дел, ըստ ինքյան ինքը մեռած է։ мертва сама по себе. Ուրեմն սիրելիներս, Поэтому, մենք կարիք ունենք սրա вրա Мы ուշադրություն нуждаемся, դարձնել։ чтобы обратить внимание на это. Կարեկցող ենք մենք թե ոչ։ Мы- Ես ուզում եմ կանգ առնեմ Мы այստեղ։ участвуем в нужде или нет. Ես չեմ հավատում, որ հովիվը միայն պիտի կարեկցող լինի։ Я не верю в то, что только пастор должен быть сопереживающий. Մի օր խոսում ենք եղբայրներով, Мы в один день говорили с братьями, մեր եղբայրներից մեկը շատ անկեղծ համարցակվեց ասեց։ и один из братьев очень искренне осмелился Իր сказать. խոսքերի ենթադրությունը սա էր։ Իմ հետ ինչ որ կատարվում է առաջնորդության հետ կապված սա հովի պատասխանատվության տակ է դրված։ То, что со мной происходит, это все под ответственность пастора. Դες խորը մտածեցի։ Я очень глубоко задумался. Լուրջ կարող է դες բանկա։ Серьезно, может быть, Այդպես есть չի такое? կարող լինել սիրելիներ։ Знаете, так не может быть. Կամ ինչ որ մի տնային խմբակի հավաք։ Или лидер какой-то домашней группы. Սուրգիքը ներկայացնում է, որ եկեղեցին պիտի այդպեսին լինի։ Библия говорит, что церковь должна быть такой. Գիշեք առաջի կորինթացիները ասում է, Вы должны вспомнить первых Коринфян. մարմինը ցավում է, То есть один член страдает, մարմինն էլ ուրախանում է։ и Դա все հովի тело գործը радуется. չէ, դա մեկ ավակի գործը չէ։ Это не дело только лидера или пастора. Դա եկեղեցու գործն է։ Это дело всей церкви. Քուրերեղ բայներ, Братья и сестры, մենք կարեկցելու կարիք ունենք։ мы нуждаемся в том, Ես чтобы հավատում եմ, որ участвовать, մենք կարեկցելու соучаствовать. կարիք ունենք։ Я верю, что мы в этом Եվ нуждаемся. գիտեք, ես հասկանում եմ, որ մենք ապրում ենք մի դարաշրջանում, Я верю, в то, что мы живем в такое время, որտեղ մարդիկ այդքան էլ հեշտ չեն բացվում իրենց ցավերով ուրիշների առաջ։ что люди не так легко Որովհետև открываются նրանք своими այդքան էլ проблемами перед վստահ другими, չեն, потому что они не настолько Որ մենք уверены, նրանց կարող ենք ընդունել այնպեսին, ինչպեսին որ իրենք կան։ что мы можем их принять. Они не уверены, что мы их можем Բավական է, принять. որ այդպեսին Такими, մարդկանց какие они առաջ есть. ցույց տանք, հենց որ լսենք, ասենք, արի ես հիմա քեզ պիտի դաս տամ, И достаточно, чтобы этим людям показали, «Уж приходи, я тебе сейчас խրատենք։ совет Մի какой-то дам». րոպե, այստեղ ուրիշ հարց կա։ Знаете, есть здесь другой вопрос. Հասկանում եք, կարեկցել չի նշանակում հարցել տա նոր հասկանալ արժես մարդուն կարեկցել թե չէ։ Участвовать в нужде, сопереживать, это не значит задавать вопросы. Կարեկցել նշանակում է
Это Ցույց означает տալ, որ ես պատրաստ եմ քեզ համար։ показать, что я готов ради Կերկենե, тебя. սիրելիներս, եթե հոգնեցնում եմ մեզ նախադասությունը հարցը տալով ներողություն եմ խնդրում, բայց նորից պիտի ասեմ։ И я должен еще раз сказать, Մենք այդպեսին ենք, мы такие. մի քանի բաղադրիչներ ցույց տամ կարեկցանքի հետ կապված։ И хочу показать пару вещей, связанных Առաջինը, с ինչ է первым. կարեկցանքը։ Что значит Դա соучаствовать, ներքին сопереживать? ապրում է Это внутреннее переживание տառապանքի նկատմամբ, по отношению к какому-то դա переживанию. ունակություն է ճանաչելու, Это умение познать, որ այդ պահին что в этот момент մեկ մարդ один человек ցավով է անցնում։ проходит. Դա ունակություն է Բոլ։ սիրելիներս։ Это Դա какое-то умение. աստվածային սիրտ է, որ մեր մեջ պիտի բաբախի։ Это божественное сердце, которое должно работать в нас. Գույներներ, պատկերացրեք մեր եկեղեցում ինչ որ մեկը բռնվել է ամենածանր մեղքով։ Представьте, если у нас кто-то в церкви заражен очень самым страшным грехом. Եվ И ես այստեղ բազմակետեր եմ դնում։ я здесь ставлю Եվ թողնում многоточие. եմ դատը ձեզ, խորհուրդ անելը ձեզ։ Оставляю на ваш суд. Եվ И եկեք չմոռանանք, որ մենք մեղավոր ենք եկել եկեղեցի։ давайте не будем забывать, что мы пришли грешными в церковь. Քույրեր եղբայրներ, ով է արդար եկել Кто եկեղեցի։ пришел праведным в церковь? Ով է եկել արդար Кто եկեղեցի։ пришел праведным в церковь? Ուրեմն կարող են մեր Поэтому- նման մարդիկ գալ եկեղեցի։ Могут приходить такие же люди, как и Գիտեք, мы. ես չեմ հավատում, որ մենք մեր մեղքերը պիտի հիշենք։ Я не верю в то, что мы должны вспоминать Բայց наши ես грехи. հավատում եմ, որ հաճախ պետք է հիշել։ Но я верю, что иногда нужно Հասկանալ вспоминать. ինչից է Աստված մեզ ազատել։ Была ли душа моя о бедных? Ինքը հարցեր տալի Աստծուն, Он задает этот вопрос հարցեր Богу. տալի իրեն։ Он задает вопрос себе. Մի կողմից հարցեր տալի տեսնի, կարող է որ ինքի մեզ վիճակի մեջ է, որ իրեն նկատմամբ կարեկցող չկա, միգուցե ինքը չի կարեկցել ժամանակին։ Он пытался понять, может быть, это причина, почему он в этой тяжелой ситуации, потому что он не мог кому-то помочь. Կամ էլ հակառակը։ Или наоборот. Ինքն այդպեսին է եղել, Աստծուն ասում է՝ Տեր, ես որևէ մեկի կողքով անտարբեր չեմ Он անցել։ говорит, Господь, я не проходил рядом ни с кем, безразлично. Քույրեր, ինձ դուր է գալի այս И խոսքը։ мне нравится это слово. Ողորմությունը Милость կբարձենա դատաստանի օրը։ превозносится над судом. Ողորմությունը կբարձենա դատաստանի Милость օրը։ превозносится над судом. Ինչ որ բան կա դատաստանի օրը, որ կարող է դատաստանից բարձր լինել։ Есть кое-что, что в день суда может быть выше, чем Դա суд. ողորմությունն է։ Это милость. Կարեկցել նշանակում է ողորմած լինել։ Соучаствовать – это значит быть милостивым. Հիմա տեսեք, սիրելիներս, Теперь смотрите, возлюбленные. ես հավատում եմ, որ մեր մեջ այդպիսի մարդիկ կան։ Я верю, что у нас есть такие люди. Ես հավատում եմ, որ եկեղեցում կան այդպիսի մարդիկ։ Я верю, что в церкви есть такие Բայց люди. ցույց տվեք մի խորհուրդ տամ։ Но позвольте дать один Երբեք совет. չհիասթափվեք։ Никогда не... Այդպիսի մարդիկ հիասթափվելու լուրջ խնդիրներ ունեն, սիրելիներս։ И люди, эти, они очень часто разочаровываются. Տեսեք, հարազատներս, ես նկատել եմ նրանք, ովքեր որ մարդկանց օգնող են։ И я замечаю, люди, которые очень часто Շատ помогают արագ людям, գայթակղվում են, երբ որ իրենց նկատմամբ այդպիսին չեն։ они очень быстро соблазняются, что по их Иисус умер отношению хвастал. эти люди не такие. Եվ ինչ։ И что? Ես պիտի փոխվեմ։ Я должен измениться. Նայեք ինչ ասում Սաղմոս 2-ն։ Посмотрите, что говорит 35 Սաղմոս Պսալմ։ 12-ում в 35-м псалме. հրաշալի Սաղմոս է, սա ինձ դուրս շատ է Это գալիս։ чудесный псалом. Ասում է Տեր, Он говорит, Господи, չար են հատուցանում ինձ բարի տեղ։ мне воздают злом за добро. Եղելա որ քեզ քո բարության համաձայն չարություն հատուցանեն։ Было ли когда, Եղել է։ чтобы тебе на твое добро Գիտեմ, որ воздавали եղել է, зло? սիրելիներս, Я գիտեմ։ знаю, что было. Եվ այս Սաղմոս 2-ն ասում է չար են հատուցանում ինձ բարի տեղ։ И псалмопевец говорит, что воздают злом за Իմ добро. անձը անժառանգ անելով, Как бы բայց ես քուրձ էի հագնում, երբ որ նրանք հիվանդանում էին, իմ անձը ծոմ էր պահում, չարչարվում էի, բայց իմ աղոթքը իմ ծոցն է դառնում։ Ես նրանց հետ վարվում էի ինչպես իմ բարեկամի եւ իմ եղբոր հետ, տրտմությամբ ցածանում էի իր մոր համար սուկ անողի նման, սակայն ես սխալվելիս ում համար որ ես տենց եմ եղել, նրանք ուրախանում են, ժողովում են իմ վրա, ժողովում են ինձ վրա, որ խոցեն ինձ, ես չգիտեի, հայհոյում են, չեն դադարում, ներողություն, խնջույքի նվաստ
ծաղրացուների հետ իրենց ատամները կրճտեցնում են ինձ վրա։ Տեր, մինչև երբ ես մտիկ տալու այս ամենին ապրեցրու իմ անձը նրանց կորստից է, իմ կյանքը արյուծի կորյուններից է։ Այս ինչ աղոթք է սա։ Что это за молитва? Այս այն բանը, երբ որ սրտի մեջ մարդու Это тот момент, когда в сердце ցավ է ոչ թե человека իր դժվարությունը, боль не за свою какую-то трудность. ցավ է որ իր дժվարության մեջ ում նկատմամբ ինքը կարեկցող է, Боль, կարեկցող то, է что եղել։ в трудности по отношению к тому, в кем он был, сопереживал кому-то, Այդ մարդը իրեն անում է հակառակը։ этот человек делает ему, скажем, плохие Խնդրում вещи. եմ սիրելի եկեղեցի, չի հաստատվես երբեք։ И прошу, возлюбленная церковь, не разочаровывайся. Սա կարևոր որակ է, որ պիտի զարգանա մեր Это մեջ։ очень важное качество, которое Գիտեք, должно ես расти в нас. չեմ ընդունում այս միտքը, Я не принимаю эту мысль, որ լավություն անողի գլուխը ծակ է։ что тот, кто делает добро, в общем, его голова Ոչ, ես проколота. հավատում եմ վատություն անողի гլուխն է ծակ։ И я не верю в то, что тот, кто делает плохое, Ես հավատում եմ, я որ верю, մենք այս սիրտը պիտի դրսևորենք սիրելիներս։ что мы должны иметь это сердце. Ինչ որ մեկը պիտի ասի, И кто-то должен сказать ինչ որ «Аминь». մեկը պիտի ասի, ամեն։ Ժամանակս կարճ է, բայց ես ուզում եմ հիմա անդրադարձ կատարեմ, И хочу вернуться ուրախացողների հետ ուրախացեք։ к тем, кто радуется с радующимся. Ես նկատել եմ, Я заметил, որ ամենամեծ պատճառներից մեկը, что одна из самых больших երբ մարդը причин, չի կարողանում ուրախանալ իր դիմացինի ուրախությունով, что человек не может радоваться радостью ближнего, ստատիստիկան ցույց է տալի, որ статистика показывает, ամենամեծ պատճառը դա նախանձն է։ что самая большая причина – это зависть. Եթե սուր գրային պատմություններն էլ կարդա, կտեսնեք, որ նախանձն է։ Если вы прочитаете Библию, там тоже зависть. Ամենամեծ պատճառը նախանձն է, սիրելիներս, երբ որ մարդը չի կարողանում ուրախանալ իր դիմացինի И ուրախությամբ։ самая большая причина, что человек не может радоваться ближнему, Եվ дրա համար մենք պիտի այսօր մի քանի բան նայենք, это зависть. И поэтому мы должны посмотреть пару տեսնենք, թե вещей ինչու է դա տեղի ունենում։ и посмотреть, почему это так Ես происходит. նկատել եմ, որ նախանձ մարդիկ չեն կարողանում ուրախանալ ուրիշների հաջողությունով։ Я заметил то, что завистливые люди не могут радоваться успехам других. Տեսել եմ, որ նրանք ունեն բացասական ինքնահամեմատություններ, У них есть какие-то негативные сравнения, որ իրանք անընդհատ բացասական բաներով համեմատվում են ուրիշների հետ, что они всякими отрицательными вещами сравнивают с другими. ունեն себя. շատ ցածր գնահատական, У них есть очень низкая ունեն самооценка անբավարար զգացմունք իրենց մեջ, и какие-то неудовлетворенные чувства. եւ դրա պատճառով նրանք սիրելիներս անընդհատ որևէ мեկի ուրախությունը И поэтому, по этой причине, они всегда чью-то իրենց համար радость, դա մի հատ կատաստրոֆիկ վիճակ է ներքին։ у них чья-то радость это внутренняя Ես նկատել եմ, катастрофа. որ այդպիսի մարդիկ են И սիրելիներս, я заметил то, что такие люди, նրանց համար ուրիշի նվաճումները для них чужие достижения դառնում են իրենց սեփական թերությունները становятся собственными болезненными какими-то կամ недостатками. կամ ձախողումների ցավոտ Или неудача, да? հիշեցում, որ ինքը հասել է, Да, то есть он дошел чего-то, ես տեսա ինքը հասել է, я видел то, что он բայց ես дошел. հիշում եմ, որ ես էլ էի ուզում դրան Но հասնել։ я вспоминаю, что и я тоже хотел Եվ до չեմ чего-то հասել дойти. դրան։ И не дошел этого. Գիտեք, Սուրբ Գիրքը լիքն է նախանձ մարդու մասին համարներով։ И Библия очень много говорит о Բայց ես завистливых շատ людях. արագ մի քանի բանի վրա եմ ուզում Но я կանել։ очень быстро хочу сказать, Որովհետև հենց նախանձն է պատճառը շատերի համար, որ չեն կարողանում ուրախանալ ուրիշների ուրախությունով։ потому что именно зависть это причина, почему многие не могут Մինչև радоваться. կկարդամ սիրելիներս, մի հետաքրքիր բան եմ մտածել սրա մասին։ И прежде чем я прочитаю, я очень одну интересную вещь подумал об Ես этом. Սուրբ Գրքում շատ տեղեր կա, որ ասում է ուրախ եղեք։ В Библии очень много мест написано «радуйтесь». Ասում է այս ամենը եղավ, որ ձեր ուրախությունը կատարյալ И լինի։ это все сие, чтобы ваша радость была совершенна. Ես կարծես թե հավատում եմ, որ Աստված ամեն ինչ արել է, որ մարդ ուրախ լինի։ То есть я верю, что Бог сделал все, чтобы человек был Բայց ես радостным. նկատել եմ, Но я заметил, որ մեր ուրախության ամբողջականությունը շատ ժամանակ, что наша вот эта вот радость, да, որ ամբողջական լինի, чтобы она была совершенной, շատ ժամանակ կախված է նրանից, очень часто зависит от того, որ ես կարողանում եմ անգամ ուրախանալ իմ դիմացինի ուրախությունով։ что я могу радоваться радостью своего Քույրերներ, ближнего. քննեք ձեր սրտերը։ Мы должны исследовать наши Եթե сердца. դուք ձեր ներսում անհանգիստ եք անընդհատ, Если вы в сердце своем եթե всегда ինչ-որ переживаете, մի неспокойны, հաջողությունը քեզ անհանգստություն է պատճառում, если чей-то успех тебе причиняет какое-то խնդրում եմ, неспокойствие, հասկացեք դա լուրջ է։
Поймите, это очень Եվ դու դրա серьезно. հարցը պիտի լուծես И անպայման։ ты должен решить этот вопрос. Շատ արագ մի քանի բանի վրա եմ ուզում կանգնեմ։ Очень быстро хочу пару Առաջին вещей բանը, որ сказать. ես տեսել եմ, Первое, что я видел, երբ որ մարդը սկսում է համեմատություններ անել, это когда человек делает сравнение. եւ ինքը անընդհատ դժգոհ է։ И он всегда неудовлетворенный. Ինքը անընդհատ իրեն համեմատում է ուրիշների Он հետ։ всегда себя сравнивает с Եվ другими. այդպիսի մարդիկ շատ հաճախ իրենց սրտում նախանձի պատճառով են դանում։ И очень часто люди делают по причине зависти в Ինձ своем դուր է գալիս сердце. Հովանես Ավետարանի 21 գլխի 18 համարից գրված խոսքերը։ Мне нравится в Евангелии от Иоанна с 21 глава с 18 Ասում է стиха. Հիսուսն ասեց ճշմարիտ ասում եմ Иисус քեզ, говорит, истинно говорю тебе, Պետրոս, Петр, երբ որ դու պատանի էիր, когда ты был молод, ինքդ էիր գոտիդ կապում, то припоясывался сам ման գալիս որտեղ ուզում и էիր, ходил куда хотел. բայց երբ որ կծերանաս, А когда состаришься, ձեռքերդ կմեկնես, то прострешь руки твои, ուրիշը գոտիդ կկապի, и другой припояшет тебя կտանի որտեղ որ չես и ուզի, поведет куда не хочешь. եւ Հիսուսը սա ասեց ցույց տալով թե նա ինչ махով կփառավորի Сказал ասում։ же это, давай разуметь, какой смертью Петр Եվ դուք прославит Бога. տեսեք այս իրադարձությունը ոնց է զարգանում։ И посмотрите, как проходят дальнейшие события. Սա ասելուց հետո После этого նրան ասեց. ему говорит, Իմ ետևից եք։ иди за мною. Պետրոս իմ ետևից եք։ Петр, иди за мною. Հանկարծ И вдруг Պետրոս այդ պահին շուռ է գալիս, Петр в этот момент տեսնում է այն поворачивается, աշակերտին, որին Հիսուսը սիրում էր, видит идущего ученика, которого որը любил ետևից Иисус, գալիս էր, за которым шел Иисус. եւ Սուրբ Գիրքն ասում է նա, որ նրա լանջքովը ընկած էր ընթրիքի И ժամանակին, Библия говорит, Հովհաննես Առաքյալի тот, кто преклонился к груди его во время вечери, это апостол եւ Иоанн. Պետրոսը տեսնելով Հովհաննեսին ասում է. И Петр, видя Иоанна, говорит, Տեր, բա սա ինչ։ Господи, а что с ним, да? Բա սրա А հետ он ինչ ա լինելու։ Что будет с ним, Господи? Գիտեք, տարբեր մեկնաբանություններ կարող ենք տալ։ Знаете, мы можем разные толкования дать. Բայց ամեն դեպքում հարցը Պետրոսի ինչին էր պետք թե Հովհաննեսի հետ ինչ պիտի Но լինի։ вопрос, зачем нужно было Петру знать, что будет с Иоанном? Սա իմ անձնական կարծիքն է։ Это мое личное мнение. Գիտեք, այդքան էլ հեշտ չի լսել, թե Պետրոսին կարծում եմ հեշտ չէր լսել, թե ինչպիսի մահով պիտի փառավորի Աստծուն։ Петру было очень тяжело слушать, какой он смертью прославит Бога. Տեսավ Հովհաննեսին, Он увидел Иоанна, ասեց, բա իրա հետ ինչ ա լինելու։ он сказал, а что с ним будет? Հետաքրքիր է Հիսուսն ինչ ասում։ И удивительно, что говорит Иисус. Նրանք ինչ ասում։ Посмотрите, что он говорит. Ասում է, եթե ես կամենում եմ, որ դա ապրի, կենա Он մինչև говорит, գամ։ если я хочу, чтобы он прибыл, пока я приду, Քեզ ինչ։ что тебе до этого? Հրաշալի պատմություն է, քեզ ինչ։ Это очень чудесная история. Что Քրերը тебе до պարեսանով этого? Հիսուս Պետրոսին ուզում է ասել, քեզ ինչ ուրիշի հետ ես ինչ եմ անում։ И этим самым Иисус хочет сказать Петру, тебе-то что я сделаю с Դու другим? ունես քո У тебя ճանապարհը։ есть свой путь со мной. Գիտեք, շատ ժամանակ մարդու նախանձը, И очень часто зависть որն էլ человека պատճառ է չուրախանալ ուրիշի ուրախությունով, причиной становится не радоваться радостью другого. նա է, որ մարդը չի տեսնում, որ ինքը ունի իր ուրույն ճանապարհը Աստծո ետևից գնալու։ Это тогда, когда человек не знает, что у него есть свой путь Գուրերը схождения за լավ, եթե Богом. ես չեմ կարողանում ուրախանալ Նարեկի հաջողություններով, Если я не могу радоваться успехами Нарека, այսինքն ինչ եմ ուզում ասեմ դրանով։ то есть что я этим хочу Ես сказать? կուզենայի, որ դա իմը լիներ։ Я хочу, чтобы это было мое. Իմ իջալով նախանձ բառը հենց դրա մասին էլ խոսում է։ И именно зависть и говорит, слово Նախ зависть говорит. ինձ, ինձ։ На армянском это пускай вначале Լավ, мне будет. ասենք թե Նարեկ այդ հաջողությունն ունի։ Пускай у Нарека есть этот успех. Ինչ է, ես մտածում եմ, որ Նարեկի այդ հաջողությունը իմը պիտի լիներ։ Я думаю, что успех Нарека должен быть мой. Ես ուղղակի հիմար կլինեմ այդպես մտածելով։ Я буду просто безумным. Որովհետև Նարեկը այդ հաջողությանը հասել է հենց այն ճանապարհով, Потому что Нарек получил вот этот успех именно тем путем, որ գնացել է Տիրոջ հետևից։ что он шел за Դա Господом. նրա ճանապարհն է։ Это его путь. Դա նա է, ինչ որով պիտի անցներ ինքը։ Это то, через что он должен был пройти. Ես ունեմ իմ ճանապարհը։ У меня есть свой путь. Ես ունեմ իմ ճանապարհը։ У меня есть Շուրալ свой ինչ որ путь. մեկին ասա դու ունես քո Повернись к ճանապարհը։ кому-нибудь и скажи, у тебя есть свой Դու ունես քո путь. ճանապարհը Աստծո հետևից գնալու։ У тебя есть свой путь. Աստված բան ունի քեզ համար պատրաստած։ Хождение за Богом, Бог тебе что-то Խնդրում եմ, приготовил. հասկացեք սիրելիներս։ Поймите, Եթե возлюбленные, Աստված ինձ համար բան ունի պատրաստած, если Бог что-то приготовил для եւ меня, ես հավատում եմ դրան, и я верю в ինձ это, հեշտ է ուրախանալ Նարեկի мне ուրախությունով, очень легко радоваться որովհետեւ радостью ես գիտեմ, Нарека. որ Աստված նրան տվեց։ Потому что если Бог ему, я верю, Աստված что Бог ему հավատարիմ է дал, իմ բաժինն էլ ինձ է տալու։
что Бог верен дать мне мою Դրա часть. համար նրան տեսնելով ես նրան ասում եմ. Поэтому, видя его, я ему Նարեկ говорю: Փարտիրոջը որ մենք այդպիսի Աստված ունենք։ Нарек, слава Богу, что у Այն нас есть такой Աստված, որ այդ Господь. օրդություններով օրդել է И քեզ։ тот Господь, который благословил Քո հետ тебя. կատարվածը И то, что произошло с վկայում է тобой, նրա մասին, свидетельствует о որ том, իմ Աստվածը что мой Бог կենթանի է։ Եվ նա живой. պատրաստ է ինձ էլ օրդնելու։ И Он готов благословить и меня. Ինչ որ մենք պիտի ասի ամեն։ И кто-то должен сказать аминь. Պետրոս քեզ ինչ։ А что тебе до Դու того? իմ ետևից արի։ Ты иди за мной. Ասենք թե նախանձեցի, որ ինքը лав կինի արել։ Да, я буду завидовать, что он Կարող է взял կին хорошую հետո жену. դառնեն կինը։ Разве может эта жена потом стать моей Նորմալ женой? երևույթ է։ Это ненормально. Չէ, Հակոբ եղբայր ջան, ես այդ նկատի չունեի։ Нет, я не это имел в Իրա виду. կնոջ պես լիներ գոնե իմ կինը։ Чтобы моя жена была похожа на его жену. Եթե իրա քո կին իրա կնոջ պես լիներ, մի օր չէր ապրի իրա հետ։ Որովհետև այդ մենակ կարա նարեկ ապրի իրա հետ։ Рузана смотрит, я не буду Она переводить. здесь? просто, да. Если я переведу, она потом меня не поймет. Չէ, վատի Это մասով он, չեմ։ Рузан, это он говорит. это не- Վատի մասով չեմ ասում սիրելիներս։ Չէ, բայց լուրջ եմ ասում հարազատներս։ Ոնց կարա ուրիշինը քեզ հարմար լինի։ Как может Чекай, спасибо. чужая жена Մեզ быть тебе Աստված удобной? ամեն մեկից յուրահատուկ է ստեղծել։ И Бог нас создал уникальными. Եվ ես պիտի И գիտակցեմ, я должен понимать, որ սրա օրհնությունը իմ հակով չէ երբեք։ что Его благословение не по моему размеру. Ես հիշում եմ իմ փոքր աղջիկն է սովորությունն էր, իմ կոշիկները հագնում էր։ Я помню, моя младшая дочь, у нее была Ով է такая տեսել, привычка. կամ ով է այդպես արել, իր մամայի շորերներ հագնում, պապայի։ Она одевала мою обувь. У кого было Սազում подобное? էր սիրելներս։ И разве они как бы шло? Այն մարդը, ով նախանձում է ուրիշի օրհնությանը, նման է իրենից մեծ ռազմերով կոշիկ եւ շոր հագած մարդու։ Человек, который завидует, похож на того, кто одел обувь не по своему размеру, намного больше. Բալաջան սաղամուսնացան, աղջիկ ջան, դու мնացիր։ Все женились, ты, Эти ինչ моя ես дочь ուզում անես осталась. դրանով։ Что ты хочешь этим сделать? Հիշեք 36 տարեկանը։ Вспомните 36 лет. Տերորդի Դավիթ ջան։ Հաջորդ բանը սիրելներս, Следующее, ինչի պատճառ, այսինքն համեմատությունը։ то есть сравнение. Հաջորդ բանը սա է։ Следующее, Երբ որ մարդը իրան անընդհատ ցածր գնահատական է տալիս։ когда человек себе дает низкие оценки. Եվ ինքը չի կարողանում Աստծոց լսել իր հասցեին աստվածային գնահատականը։ И он не может услышать ту оценку, которую дает Քուրերը Бог. բաներ, ես անկեղծ եմ ասում, սա շատ լուրջ հարց է այն ինչ որ հիմա ասում И եմ։ я искренне говорю, это очень серьезный вопрос. Վտանգավոր են, միշտ եկեղեցու մեջ խնդիրներ են առաջացնում, բարեկամների շրջապատի մեջ խնդիրներ են առաջացնում այն մարդիկ, Это очень опасно и всегда причиняет всякие проблемы те որոնք люди, Աստծոց չունեն աստվածային տեսանկյունից եկած գնահատականը իրենց հասցեին։ которые не имеют Божьей оценки в их адрес. Քուրերը եղբայրներ, Братья и сестры, դու իմն ես։ ты мой. Ո՞վ է կարդացել այս խոսքերը։ Кто читал эти Դու слова? իմն ես։ Ты мой. Հաջորդ տեղում գրված ասում է քո կերպարանքը իմ ձեռքի ափին է նկարագրած։ В другом месте написано, что как бы я начертал тебя на Ես дланях քեզ моих, на երբեք руках չեմ моих. թողելու։ Я никогда не оставлю Ես тебя. քեզ հավիտենական սիրով եմ սիրել։ Я возлюбил тебя вечной любовью. Նրանք ովքեր այս խոսքերին հավատում են, И те люди, которые верят в эти слова, նրանք քույրեր եղբայրներ երբեք խնդիր չունեն ինքնագնահատականի հետ, никогда не испытывают проблемы с самооценкой. որովհետև նրանք գիտեն, որ նրանք Աստծուն են Потому что они պատկանում։ знают, что они принадлежат Богу. Կա ավելի մեծ բան հարազատները։ Есть ли что-то больше? Կա ավելի մեծ բան, քան որ Աստված քեզ կարող է ասել дու իմն ես։ Есть ли что-то больше, чем то, Ոչինչ, что որ ինչ Бог որ մեկը говорит? քեզ Ты լավ мой? չի ասել դու իմն ես։ Ничего, что кто-то другой сказал, ты мой. Հասկացեք սիրելիներս, ոչինչ որ քո ծնողը չի հասցրել քեզ ասել դու իմն ես։ Ничего, что твои родители не успели сказать, Միգուցե что դու ты мой. այդքան երբեք այդպիսի քաղցր խոսքեր չես լսել։ Может быть, ты никогда не слушал эти сладкие слова. Եվ ես դա հիշելով շատ ագրեսիվնի եմ հիմա։ И я сейчас очень агрессивный сейчас Ուզում եմ քեզ вспоминаю ասել, это. Хочу тебе Քո сказать. Աստվածը քեզ տվել է լավագույն գնահատականը։ Твой Бог дал тебе самую высшую Եվ այդ оценку. գինը, И эта цена, որով նա քեզ գնահատել է, которым Он тебя оценил, իր թափած սուրբ արյունն է։ Его пролитая святая кровь. Ոչ մեկ քո ծնողն անգամ քո իր արյունը չէր թափի քեզ համար։ Даже твои родители не проливали свою кровь Բայց ради Հիսուսը тебя. Но Иисус արյուն է թափել։ пролил кровь. Գին է վճարել։ Заплатил Եվ դա նրա цену. գնահատականն է։ И это Его оценка.
Սա կարևոր է ինչի համար, Это важно для чего? որպեսզի ես Чтобы я երբեք չնախանձեմ մարդկանց։ никогда не завидовал людям. Գիտեք ինչու՞։ Знаете почему? Որովհետև երբ մարդն ունի ցածր վստահություն Աստծո նկատմամբ, Когда у человека очень низкое доверие к այդ Богу, վստահության պակասը вот это вот недостаток этого доверия խանգարում է մարդուն իսկապես ուրախանալ ուրիշի նվաճումներով։ мешает человеку действительно радоваться достижениями других Քանի людей. որ այդ մարդու հաջողությունը И пока успех этого человека, ընկալվում է որպես սեփական չկայացված լինելու ապացույցը։ он принимает как свидетельство собственных неудач. Да? Այսինքն ես տեսնում եմ եղբորս հաջողությունը, То есть я вижу успех ու своего ես ինձ брата, անկայուն եմ տեսնում, անհաջող եմ и տեսնում։ я себя постоянно вижу каким-то Մինչև այդ неудачником. հանգիստ էի։ До этого я был Հենց спокоен. տեսա իր հաջողությունը։ Как только увидел его успех, դե, достижения, տեսնում ես, ումա ծանոթ ես արդեն։ кому знакомы эти слова? Ինչքան բարեր կա, չէ՞ այդտեղ։ Փոխանակ ես իմ եղբորը տեսնելով տեսնեմ իմ հաջողությունը։ Вместо того, чтобы видеть, смотря на брата, я увидел свой Ես նրա успех. հաջողությունը տեսնում եմ եւ ասում եմ ես ով եմ, որ իմ ընտանիքս էս կայացած լինի։ И я, смотря на него, и говорю, кто я, чтобы моя семья была такой. Մենք երկնքի Աստծուն ենք պաշտում։ Мы поклоняемся Богу небес. Ինչ որ մեկը պետք է ասի, ես Кто-то երկնքի должен Աստծուն եմ сказать, պաշտում։ я поклоняюсь Богу небес. Սիրելիներ, սա շատ կարևոր է։ Это очень важно. Սա շատ կարևոր է։ Это очень важно. Եվ իմ ցածր ինքնագնահատականը И моя низкая самооценка, ոչ թե ես պիտի հպարտ դառնամ, не потому что я должен стать гордым, այլ պիտի հասկանամ։ но должен понять. Նա ասել է, Он сказал. նա ասել է։ Он сказал. Եվ գիտեք, ուզում եմ շարունակեմ այս միտքն ու վերջացնեմ։ И хочу продолжить эту мысль и закончить. Կրկնեմ նորից, մենք Աստծո նկատմամբ ունեցած անվստահությունից ելնելով է, որ ամեն բանից առաջ Это по причине недоверия к Богу. կլինի դա մեր մասին կարծիքը, Будет ли это наше մեր мнение о հետ себе? կատարված իրավիճակները։ Будет ли какие-то обстоятельства, связанные с нами? Մենք գնում ենք Աստծո մոտ Աստծոց հարցնելու եւ иմանալու։ Мы идем к Богу спрашивать у Бога. Մենք И մարդուց կարիք չունենք мы իմանալու։ не нуждаемся, чтобы узнать что-то от Մենք նրա человека. զավակներն ենք։ Мы его дети. Դրա համար ասում են ինձանից հարցրեք։ Поэтому он говорит, спросите у меня. Սուրբ Գիրքն ասում է ինձանից Библия հարցրեք, говорит, спросите у меня. որովհետեւ ես գիտեմ քո ապագան։ Потому что я знаю твое будущее. Սուրբ Գիրքը И Библия Հակոբոսի գրքում в книге Иакова, առաջի խոսքի մեջ ասում է. в 4 глава с 1 стиха. Որտեղից են ձեր մեջ պատերազմները։ Откуда у вас вражды? Да? Ձեր մեջ կռիվները И որտեղից են։ распри. Откуда у вас вражды и распри, Որ ես չեմ հավատում, которым я не верю? չեմ վստահում նրան։ Իմ մեջ Потому что կռիվ я կա։ ему не верю, потому Իմ что մեջ я не կռիվ կա։ доверяю. Ես տեսնում եմ ուրիշի Во мне есть какая-то հաջողությունը, борьба. իմ մեջ կռիվ կա։ Я вижу чей-то успех, у меня Տեսնում եմ ինչ какая-то որ մեկի вражда. ընտանիքի հաջողությունը, Успех чьей-то семьи, իմ մեջ կռիվ կա։ во мне есть какая-то Տեսնում եմ ինչ որ распри. մեկը տուն սարքեց, բայց ես դեռ չեմ հասցրել, իմ մեջ կռիվ կա։ Увидел, кто-то построил дом, а я еще не Տեսնում եմ ինչ успел. որ մեկը հասցրեց արդեն քարոզիչ դառնա, իմ մեջ կռիվ կա։ Кто-то успел стать проповедником, а я Տեսնում եմ нет. ինչ որ մեկը կարողանում է այս կյանքում ինչ որ մի բան ավելի անել, քան թե ես, իմ մեջ կռիվ կա։ Кто-то может делать в своей жизни больше, чем я. Տեսնում եմ որ ինչ որ մեկի ընտանիքի մեջ ոչ մեկ հիվանդ չեն, իմ մեջ կռիվ կա։ Никто в их семье не болеет, а Ինչ որ տեսնում եմ ինչ որ մեկի կինը կամ ամուսինը իրար նկատմամբ ավելի քաղցր են, իմ մեջ կռիվ կա։ вижу, что кто-то друг к другу более хорошо относится, и у меня есть Քույրեր, սուրբ Գիրքն ասում է, որտեղից են ձեր մեջ какие-то вражды и կռիվները, распри. И Библия говорит, откуда у вас вражды и распри? որ ես չեմ կարողանում ուրախանալ իմ դիմացինով։ Потому что я не могу радоваться Սուրբ своим Գիրքն ասում ближним. է. И Библия говорит, Լացողների հետ լացեք, плачьте с плачущими, ուրախացողների հետ ուրախացեք։ радуйтесь с радующимся. Ինես աջան բալես բարձացի ես վերջացնում եմ։ Հաջորդ բանը И следующее, ձախողման վախը։ страх неудачи. Ձախողման վախը։ Страх неудачи. Որոշ մարդիկ Некоторые люди վախենում են, боятся, որ ուրիշների հաջողությունը նշանակում է, որ իրենք արժանի չեն այդ հաջողությանը։ что успех других людей означает, что они недостойны Ստենում успеха. են նարեկի հաջողությունը, ասում են դե ես անարժան եմ, ինձ տենց բան չէ։ Они видят успех на рэк и говорят, я недостоин, я Ջոգիկ այսօր недостоин. ամենահաջողված մարդը նարեկն է։ Ինչ լավ, это же хорошо. Вот что значит быть моим переводчиком. Шутка.
Գիտեք, նրանց մոտ տպավորություն կա։ И у них есть такое, скажем, понимание, да, впечатление, Իբր Աստված ունի հատուկներ, что у Бога есть какие-то определенные ես տեսել եմ любимчики, եկեղեցում да. էլ կան տես մարդիկ։ И я видел то, что и в церкви есть такие люди. Դե հով ջան դու հատուկ ես, աղոտ քարաբու Пастор, ты Աստված լսի իմ աղոտ։ особенный, помолись, чтобы Бог услышал. Ես չեմ հավատում տես բաների։ Я не верю таким вещам. Եթե ես հովիվ էլ չլինեմ, ես այդպիսի հովիներին էլ չեմ հավատա։ Если я даже не буду таким пастором, я не буду верить Որ таким пасторам, դիքավորվեմ, որ իրանց աղոթքը հատուկ է, հատուկ։ которые думают, что их молитва, она очень особенная. Դե ես անարժան եմ։ Но я недостоин. Այդպես չի կարող լինել սիրելիներս։ Так не может быть, возлюбленные. Աստված սիրում է մեզ բոլորիս։ Бог любит нас всех. Այստեղ չկա որևէ մեկը, Здесь нету ни одного, որին Աստված մեկ այլ կերպ նայի, մյուսին մեկ այլ կերպ на նայի։ кого бы Бог смотрел бы по Նրա одному. սիրտը հատուկ է բոլորիս նկատմամբ։ И Бог относится по каждому по отдельности, да. Չկա հատուկ մարդ եկեղեցի սիրելիներս։ Нету каких-то особенных людей. Կան հատուկների հավաքած ժողովուրդ։ Есть собрание из особенных людей. Եվ այդ մարդը դու ես։ И ты этот Եվ երբեք человек. թույլ մի տու, որ դու ինչ որ մեկի օրհնությունը տեսնելով քեզ անարժան զգաս։ И не позволяй, чтобы ты, видя успех другого, себя чувствовал Մենք հայրս недостойным. սիրում ենք այս խոսքը։ Գլխից սա կտրված ես էլ տարին մի անգամ գնամ հանգստանամ։ Время выпить воды. Գիտեք, այս տեսակ վախի եւ մտածելակերպի մեջ շատ լուրջ վտանգ կա։ И знаете, в таком понимании, вот в этом страхе есть очень большая опасность. Եթե դու դրա հարցը չլուծես, խնդրում եմ լսեք ինչ Если եմ ты не ասում։ решишь вопрос, Գիտեք ինչ եք անելու հետո։ знаете, что вы будете потом делать? Վտանգը կայանում է նրանում, И опасность заключается в том, որ այդ տեսակ վախը, что подобный страх, որը կոչվում է ձախողման վախ, который называется страх неудачи, ձեզ կարող է դրթել, ուշադրի լսեք может խնդրում եմ, вас подтолкнуть, արժեքազրկել ուրիշի հաջողությունը, обесценить достижения других, որ դու ված չզգաս։ чтобы ты себя плохо не чувствовал. Այդ ինչ կնիկավոր, А что это за жена? այդ ինչ ավտո է։ Это что за машина? Դե լավ հատես է ինչը կարող ան տենց։ Մի րոպե, այդ ինչ ես տենց ասում, Почему ты так говоришь? որ դու ված չզգաս, Чтобы ты себя плохо не որ ինչ որ чувствовал? մեկը քեզանից բարձր չլինի։ Чтобы кто-то не был выше тебя? Հանգիստ սիրելես միշտ էլ քեզանից բարձր են Спокойно. լինելու, ինչ որ մեկը։ Будет всегда кто-то выше Հիշեք, тебя. միշտ էլ ձեզանից լավը լինելու է, Будут всегда ինձանից։ лучше меня, тебя. Հավատացեք, միշտ էլ ինձանից օրհնվածնա Поверьте, լինելու։ будут более благословеннее меня. Ես պիտի հանգիստ լինեմ, միշտ էլ ինձանից լավ հովիվներ են լինելու։ Будут более лучше пастора, чем я. Հանգիստ։ Спокойно. Բայց այդտեղ մի բան կա։ Но здесь есть кое-что. Ես ինձ ձախողակ եմ զգում, երբ որ մեկի հաջողությունը տեսնում եմ։ Я чувствую себя неудачником, когда вижу успех других Вот. людей. Нет. Նա ունի ինձ համար ծրագիր։ У него есть свое Նա предназначение. ունի ինձ Своя- համար ծրագիր։ У него есть свое предназначение для меня. Գիտեք, հեշտ էր Աննայի համար սիրելներս։ И как вы думаете, легко было для Анны, Երբ որ եղկանան ծնում էր անընդհատ, когда Елкана имел детей եւ ամեն постоянно? ծնունդով նրա վրա անարգանք էր կալի, որովհետեւ իր որովայնը փակ էր եւ ինքը երեխա չէր ունենում։ И с каждым рождением для нее это было тяжело, потому что она не имела детей. Բայց նա գիտեր ուր գնար։ Но она знала, куда идти. Տիրոջ տուն, В Дом Божий. Աստծո առաջ կանգնելու Предстать пред Богом. եւ այնպես աղոթելու, И так молиться. որ ոչ թե ասի ինչու ես դու նրան երեխա տալիս, Чтобы сказать, почему ты ей даешь детей. ոչ բան կար պատրաստած։ Там есть там кое-что было Եվ ինքն արեց предназначено. իր կյանքի ամենագլխավոր աղոթքը։ И она сделала в своей жизни самую важную молитву. Ես երկար ժամանակ չեմ ունեցել։ И у меня не было долгое время детей. Միգուցե սիրելիներս այս աղոթքը այսօր ինչ որ մեկը пիտի անի։ Может быть, это молитва, которую должны кто-то сделать. Բայց եթե տաս, Но если ты дашь, ես կտամ քեզ։ я отдам тебе. Գիտեք, երբ որ ինքը տվեց, И знаете, когда она отдала, հետո շատ երեխաներ ունեցավ։ у нее было потом много детей. Հասկացեք, հարազատներիս ուրիշի հաջողությունը Поймите, успех другого անհաջողության վախ չպետք է առաջացնի քո մեջ։ не должна провоцировать страх Որ դու неудачи. կայացած չես։ Что ты не состоявшийся. Ոչ։ Нет. Լուծի այդ հարցը խնդրում եմ։ Реши этот вопрос, я Եթե прошу ոչ, тебя. դու միշտ մարդկանց ցածրացնելու ես։ Если нет, ты всегда будешь обесценивать людей. Տեսար ոնց էս գործը ստացվեց, լավ էր, չէ։ Посмотри, как это работает. Брат, посмотри, как работа успешно сложилась. Ոչինչ։ Ну, ничего так. Ничего. Զգում ես ինքն ուզում է իջացնի իր Ты հաջողությունը։ чувствуешь, что он хочет как-то обесценить, опустить твой успех.
Լավ քարոզից չէ այսօր։ Да, сегодня я хорошо проповедовал, да? Վատը չէր։ Ну, так себе. Վատը չէր։ Ничего. Неплохо. Ճիշտ ես անում։ Եթե ուզում ես քեզ բարձր տեսնել, Если хочешь себя видеть выше, ինչ որ մեկի հաջողությունը մի չեսնի։ не опускай чей-то успех, не Бարձրացրու. обесценивай, поднимай. Ես մի бан եմ տեսել սիրելիներս։ Знаете, я кое-что увидел еще. Ես հանգիստ եմ այնքան ժամանակ, Я спокоен ровно столько քանի времени, դեռ իմ ռեկորդը, որ ես խփել եմ իմ կյանքի, пока мой рекорд, который я побил в своей жизни, դրանից վերև ինչ որ մեկը ռեկորդ խփեց։ кто-то побил мой рекорд, скажем. Նարեկը ռեկորդ ախփում, Нарек побил рекорд. իր ռեկորդը ստեղ է։ Его рекорд здесь. Ну, вообще-то здесь. Տերորդին Նարեկ ջան, Пускай Бог тебя благословит. Աստվածորդնի աղբերս գնա առաջ։ Էլ Иди չգիտեմ որ вперед. ասում եմ գնա առաջ, հեսա տալու անցնի ինձ։ И я не знаю, что если я говорю иди Մեկ էլ вперед, մյուս անգամ է գալիս, он Հակոբ եղբայր։ опередит меня. Հələ նա իմ օրհնությունը։ Посмотри мое благословение, брат Акоп. Այդ ինչ օրհնություն է։ А что это за благословение? Դելը չի անցել։ Նարեկ ջան, ես էլ եմ չէ քո նման աղբերս, մենք իրար նման ենք։ Գիտեք, մարդիկ կա որ մի բան տեսնում են հաջողություն, ասում են, «Այ ես տենց է գիտեի»։ Հələ մի րոպե։ Ինչ գիտեիր դու։ Ուզում ես ասես, չէ, պրոստը ինչ որ բանա խաղում ներսես։ Արդեն կա մեկը, որ իմ ռեկորդը փորձում անցնի։ Մեկ էլ հաջորդ անգամը Նարեկը գալիս ասում է, Վարդան եղբայր, ասում է ես ստեղ եմ հասել։ Ու սկսում եմ փորփրել։ Ես ոնց եղավ, այս ինչ է։ Ես հասկանում եմ։ И я понимаю, Ինչ որ բան կա ներսս խաղում արդեն, հանգիստ չի տալիս։ есть что-то внутри меня, которое не Հարազատ дает ես։ мне покоя. Նրա հաջողությունը Его успех երբեք չպիտի վախ առաջացնի իմ մեջ։ никогда не должен как-то Ապրես, ես ինչ լավ провоцировать во երկեցիր мне դու страх. այսօր։ Как хорошо ты сегодня Ես пел. Ճիվախ ջութական տինգ։ Այդ գիտես ես ինչու եմ անում, որովհետև վաղուց ուզում եմ ստեղ կանգնեմ, չի ստացվել։ Եվ ուզում եմ իրան իջացնեմ, տինգ, իսկ կարող եմ չի ասել, «Էս ինչ լավ է որ սկսել ես, ապրես, եթե մի բան էլ չի ստացվում, ոչինչ, գնա առաջ, Աստված օրհնելու է քեզ»։ Մենք այսպիսի սիրտ պիտի ունենանք եկեղեցում սիրելիներս։ Ես հավատում եմ, որ մենք սրա կարիքն ունենք։ Мы все равно ты это тоже переведешь։ Да. Լավ չկարդամ այդ տեղը, անցնենք առաջ եւ վերջացնեմ։ Ինձ այս առումով գիտեք ինչն է դուրս գալի։ И знаете, что мне нравится по отношению к этому? Հակոբի կանայք։ Жены Иакова. Ես տենց քույրեր չեմ տեսել։ Я не видел таких сестер, որ մինչև իրենց կյանքի վերջը տենց էլ մեկը չուրախացավ այն մեկի երեխա ունենալու։ что они до конца своей жизни не порадовались, что ее сестра имела сына. Կարդամ շատ արագ, կարող ես չթարգմանել, լսեք ուշադիր։ Լիան հղիացավ մի որդի ծնեց, նրա անունը Ռուբեն դրավ, որովհետև ասեց Եհովան իմ տառապանքը նայեց, այդ լավը որ Եհովան նայեց տառապանքին։ Ուրեմն հիմա մարդս ինձ կսիրի։ Հələ այս էգոիզմը նայեք։ Դարձյալ հղիացավ մի որդի ծնեց եւ ասեց, որովհետև Եհովան լսեց, որ ես ատվում եմ, նրա համար ինձ այս որդին էլ տվավ եւ նրա անունը Շմավոն դրավ եւ դարձյալ հղիացավ մի որդի ծնեց եւ ասեց, հիմա այս անգամ իմ մարդը ինձ հետ կմիավորվի։ Հələ սրա մտքերը նայեք։ Որովհետև 3 որդի ծնեցի նրա համար, այս պատճառով նրա անունը Ղևի դրավ եւ դարձյալ հղիացավ եւ մի որդի ծնեց եւ ասեց, այս անգամ պիտի գոհանամ Եհովայից։ Նրա համար նրա անունը Հուդա դրավ, ծնելուց հետո դադարեց։ Ռաքելը տեսավ, որ ինքը Հակոբի համար չի ծնում, նախանձեց իր քրոջ Լիայի վրա եւ ասեց Հակոբին. «Տղա տուր ինձ, որդի տուր ինձ, եթե ոչ կմեռնեմ»։ Գրված այդպես։ Նախանձ մարդիկ շուշուտ մեռնել են ուզում սիրելիներս։ И знаете, завистливые люди очень часто хотят умирать. Նախանձ մարդիկ միշտ մեռնել են ուզում։ Завистливые люди всегда хотят Իրանց համար умирать. օր չի որ տեսնում են մեկի հաջողությունը։ Для них день не день, когда видят успех других людей. Հակոբն էլ բարկացավ եւ ասեց Ռաքելին. «Միթե ես Աստծո փոխանորդն եմ, որ արգանդի պտուղը քեզանից արգելել է»։ Նա ասեց. «Հիմա դե գնա աղախին բաղան վերցրա, նրա մոտ մտել, հələ դուք ես գոնկեն նայեք, ինչ երեխա չի ունենում»։ Մարդուն տանում է գցում ուրիշի ծոցը։ Ճիշտ է, այն ժամանակվա կուլտուրան ուրիշ էր, ես գիտեմ սիրելիներս, բայց սա հետաքրքիր պայքար էր։ Որ երեխա ունենա, ծնելուց էլ այդ կինը նստի իր գոքին, ծնված երեխան դառնա իրանը, որ իր քրոջը ցույց տա, որ ինքն էլ է պտուղ բերող։ Մարդն էսպիսին է։ Մարդն էսպիսին է, սիրելիներս։
Եվ ուզում եմ վերջացնեմ И хочу закончить վերջի կետով последним пунктом. անարդարության ընկալում։ Восприятие как Գիտեք, несправедливость. մեկ ուրիշի հաջողությունը շատ հնարավոր է Знаете, успех очень возможно других կարող է ընկալվել որպես վիրավորական անարդարացի բան։ может восприниматься как обидная несправедливость по Դե ես отношению կան к աղոթեմ, себе. Я столько молился. եկավ երկու բառ չեր կարող կպցնի իրար ու աղոթքի Он, который не պատասխանը։ пришел, не мог связать двух слов и получил ответ на свою молитву. Անարդարության զգացմունքը շատ ժամանակ խանգարում է, որ ես դիմացինի ուրախությունով ուրախանամ։ И это вот чувство несправедливости мешает мне радоваться радостью ближнего. Ինձ դուր է գարի անառակ որդու պատմությունը։ Мне нравится история блудного сына. 15-րդ գլխի մեջ Ղուկաս ավետարանում ասում է Лука 15 нам говорит, с 25-րդ 25 стиха. խոսքից։ Ասում է նրա մեծ որդին հանդումներ եւ երբ որ եկավ տունը մոտեցավ տանը երգերի եւ պարգալու ձայն լսեց։ Գիտեք դիմացինի բարի եւ երգի ձայնը նախանց մարդու համար դիմացինի ուրախությունով ուրախացողի համար տարբեր են կալվում։ Կարա նախանձի, կարա ուրախանա, որ եղբայրը ետ է վերադարձել։ Բայց շարունակում եմ խոսքը։ Ծառաներից մեկին կանչեց իրեն մոտ եւ հարցնում էր թե «Էդ ինչ երգի ձայն է»։ Նա էլ ասեց նրան. «Եղբայրդ եկել է, քո հայրը մսացու եզը մորթեց, որովհետեւ ողջ եւ առողջ ընդունեց նրան»։ Ասում են նա էլ բարկացավ, չեր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս եկավ աղաչում էր նրան։ Գիտեք, ես նկատել եմ սիրելիներս, եթե մարդը չի ուզում դիմացինի ուրախությունով ուրախանա, Знаете, я заметил, если человек не хочет радоваться радостью ближнего, այդ մարդու տուն էլ չգնա։ он даже может не идти домой к этому Հազարատ человеку. կարա պատճառ բռնի։ Он может в тысячи Բայց причин իրան найти. նախանձն է ստիպում, որ չշփվի իր հետ։ Но его зависть как бы подталкивает его не Այդ общаться с ним. կոնկուրենցիան, այդ մրցավազքը։ Конкуренция, вот это вот соревнование. Եկեղեցի մենք այսպիսի բան պիտի չունենանք։ У нас не должно быть такого в церкви. Ասում է, երբ որ նա եկավ, բարկացավ եւ չէր ուզում տուն մտնել։ Написано, когда он пришел, он прогневался и не захотел Այս բարերը իմ դուրս գալիս заходить են։ в дом. Мне Բայց нравится. հայրը դուրս եկավ եւ աղաչում էր նրան։ И написано, отец вышел и просил Եվ его, ասում էր ներս մտի։ зайди. Այսօր հավատում եմ Աստված որոշներից ասում է թող դա։ И я верю, то, что Бог многим говорит, оставь Արի, ես это. քեզ համար օրհնություն ունեմ։ Приходи, у меня для тебя есть Մի նեղվի, որ ինչ որ благословение. մեկին ես բարձրացնում եմ։ Не переживай, что я кого-то поднимаю. Նա էլ պատասխանեց եւ ասեց հորը. И он ответил отцу, Այսքան տարի որ քեզ ծառայում եմ։ столько лет служу Լսեք, тебе. անարդարության ընկալումը։ То есть вот это вот чувство несправедливости. Ոնց, ես այսքան ծառայեմ։ Как я столько служил, Այսքան ես եկեղեցուն նվիրվեմ։ столько был предан этой Այսքան իմ церкви, ընտանիքին նվիրվեմ։ предан своей семье. Այս ոնց է լինում, որ ուրիշների մոտ հեշտ է լինում։ Как это так получается, что у других так легко и Այդ просто? անարդարության ընկալումից հրաժարվել է պետք Вот это սիրելիներս։ восприятие несправедливости, от которого нужно отказаться. Ասում է, ես այսքան ծառայեցի։ Я столько служил, Քո պատվերներից երբեք դուրս չեկա, никогда не приступал приказания բայց твоего, ինձ երբեք մի ուլ էլ но ты չտնի, որ никогда не дал мне козленка, բարեկամներից հետ ուտեմ եւ ուրախ լինեմ։ чтобы мне повеселиться с друзьями. Իսկ երբ որ քո այդ ворթին եկավ, տեսեք սիրելիներս, А когда համեմատությունը։ этот сын твой, посмотрите это Քո сравнение, ստացվածքը պորնիկների հետ էր կեր։ расточивший имение свое с блудницами, Մսացու եզը մորթեցիր դրա համար։ пришел, ты заколол для него откормленного теленка. Ինչ չգիտեր այս եղբայրը։ Что не знал этот брат? Հայրն ասում է նրան. Отец говорит ему, Ворցյակ, сын мой, դու ամեն ժամանակ ինձ հետ ты ես։ всегда со мною, Ինչ որ ունեմ, и все мое քոնն է։ твое. Աստվածիմ, դու Բող տեսեք, այսքան տարի հոր հետ լինի ու չիմանա իրեն ինչ կա տրված։ Посмотрите, он столько лет жил с отцом и не знает, что ему дано. Այ ինչի համար շատերի մոտ անարդարացի զգացմուն կա, խիայի մեջ սենց լինում։ И поэтому у многих чувство несправедливости, почему со мной это Իրանց происходит. ներսում էլ մի հատ միտ կա, բախի ուրիշի հետ սենց հալինում А եմ внутри у հետ։ них есть мысль, почему с другими так происходит, а со мной вот так. Հարազատներս, Родные, ուզում եմ որ այսօր մենք բան որոշենք։ я хочу, чтобы мы сегодня кое-что решили. Եկեք կանգնենք ոտքերի վրա։ Давайте встанем на наши ноги. Ռեբեկա ջան, կարաս մի հատ դու ինես ամենակ, մինչև հաղորդություն վերցնելը, մի հատ երգ որոշես, Ռեբեկա, ես քո հետ եմ խոսում։ Կարաս ինեսայի հետ, էլի Արսենին գայթակղեցրիր։ Եկեք մի բան որոշենք այսօր։ Давайте сегодня кое-что решим. Ես իմ մեջ հաստատ որոշում ունեմ։ У меня есть очень твердое решение. Որևէ մեկի կողքով անտարբեր չեմ անցնելու։ Не проходить, в общем, ряд мимо
кого-либо. Ես հավատում եմ, որ Աստվածի մեծ սիրտ է դրել, Я верю в то, что Бог вложил в меня որ ես сердце, գութ ունենամ։ чтобы у меня была жалость, Ես милость. խնդրեմ եղբայրները մոտենան եւ հաղորդության բաժակը վերև բարձրացնեն։ Տեսեք սեղան կա այստեղ դրած մեր արչեւ սիրելիներս։ Посмотрите, перед нами есть стол. Ինչ է այստեղ։ Что здесь? Այստեղ կա խորհուրդ Здесь есть определенный смысл. Քրիստոսի մարմնի То есть тело Христова եւ Քրիստոսի արյան։ и кровь Христова. Արյունը խոսում է նրա մասին, որ նա մեզ համար արյուն է թափել։ Кровь говорит о том, что Он пролил за нас свою кровь. Մարմինը խոսում է նրա մասին, որ խաչն է բարձրացել մեզ համար եւ իր վերքերով մեր ցավերը վերցրել իր վրա։ Тело говорит то, что Он вознесся на крест и взял наши грехи на Բայց ուզում себя. եմ հարց տամ, ո՞ր մեկն է արժանի սրան։ Но хочу спросить, кто был достоин этого? Ոչ մեկս։ Никто. Ոչ մեկ արժանի չէր սրան։ Никто не достоин этого. Բայց նա կարեկցանք ուներ մեր նկատմամբ։ Но у него было чувство сопереживания. Եվ ես ուզում եմ այս հացը բարձրացնել, И хочу поднять этот хлеб քննելով իմ սիրտը։ и как бы исследуя свое сердце. Եվ ուզում եմ իմ աղոթքն անել այս հացը կտրելուց առաջ եւ ասել. Տեր, И сделать такую молитву: Господь, կներես, որ ինչ որ միտեղ թերացել եմ։ прости, что в какой-то момент я был немощным, Ինչ որ մեկի նկատմամբ անտարբեր եմ եղել։ что я был безразличен кому-то. Ես որոշում եմ կայացնում։ Я принимаю решение Նորոգեմ իմ սիրտը քո ճշմարտությունով։ обновить свое сердце Твоей истиной. Եվ ինչպես քո խոսքն է ասում։ И как говорит Твое Слово, Ամեն անգամ, всякий раз, երբ որ հավաքվեք եւ կտրեք այս հացը, когда будете собираться и преломлять этот хлеб, հիշեք իմ մահը։ вспоминайте мою смерть. Դու վերցրեցիր գավաթը եւ Ты ասեցիր. взял чашу и сказал: Սա է нոր ուխտի թափվող «Сие արյունը։ есть кровь моя Нового Завета». Սա նոր ուխտն է։ Это Новый Завет. Սա այն ուխտն է, Это тот завет, որով дու մեզ կանչում ես քեզ։ которым Ты сегодня призываешь. Թող սա նորոգի մեր սրտերը, Пускай это обновит сегодня наши сердца, որ մենք Господь, անարժանաբար չմոտենանք։ чтобы мы не приходили недостойными. Հիսուս, խոնարհվում եմ քո առջև։ Иисус, смиряюсь пред Тобой. Աղոթքով եւ խորհրդածություններով մոտեցեք Տիրոջ սեղանին, սիրելիներս։ Подходите молитвою к этому столу. Խնդրեմ, կարող եք մոտենալ։